Պարոն Պապոյան, նախ ոնց է ձեր տրամադրությունը, վարչապետին մասնակցել եք։ Այո, շատ լավ տրամադրություն։ Փոքր կիսվեք վարչապետի այդ էմոցիաներով, տպավորություններով ձեր։ Ես կարծում եմ ձեր գործընկեր լրագրողներից ոմանք այնտեղ էին եւ իրենք իմ կարծիքով նույնպես շատ լավ տրամադրություն ունեին, ինչպես բոլորը։ Հետեւաբար եթե լավ երաժշտություն է, լավ միջավայր, լավ մթնոլորտ, ես կարծում եմ, որ շատ տրամաբանական է, որ նաև տրամադրությունը բոլորի լավ կլինի, բոլորին մաղթում եմ այդպիսի հետաքրքիր ուրախ ուրբաթ երեկոներ։ Դուք եք քանի որ տեղեկությունը սկզբում ասել հա պատարակներից մեկի ընթացքում էլի որ նվեր էր ստացվել եւ սովորել էր եւ այդ օր տեսանք որ օրինակ Նիկոլ Փաշինյանը թմբուկ էր նվագում, մի նախարար պարում էր ֆլեշմոբ էր։ Դուք այդ օրը ինչով եք աչքի ընկել։ Որևէ Ձեզ վրա ինչ պատասխանատվություն հնարավորություն չի եղել, որպեսզի լավ չեք նվագում, լավ չեք պարում։ Երաժշտական դպրոց եմ ավարտել ես կլարնետ։ Ես հնարավոր է ձեզ ևս տեսնել։ Միգուցե։ Պարոն Պապոյան, իսկ տեղեկություն դուք ունեք թե պետական բյուջեից որքան գումար է հատկացվել, որ վարչապետը անցկացվի եւ ինչպես ձեր շատ կուսակից ընկերներ էին նշել, լավ տժակ։ Այո, ունեմ տեղեկություն 0 դրամ է ծախսվել պետական բյուջեից։ Իսկ ինչ միջոցներով, ովքեր է հովանավոր։ Եթե թափանցիկ իշխանություն եք, ինչու է գաղտնի պահում։ Ինչ միջոցներ։ Տեղեկությունները կուսակցության միջոցներով է դա եղել, Հա։ Ովքեր են այդ չեմ կարծում։ Պետք է նայենք, բայց վստահաբար պետական բյուջեից գումարներ դրել եք, որ այդ միջոցառումը կայանա։ Ոչ։ Ես որպես կուսակցական անդամավճար եմ վճարում կուսակցությանը, բայց ես վստահ եմ, որ պետական բյուջեի միջոց այնտեղ չի կարող լինել, ոչ։ Պարոն Պապոյան, թեմայից մի փոքր շեղվելով պետական բյուջեն ամեն դրամը թափանցիկ երևում է, այսինքն ինչի վրա է ծախսվել, դա հնարավոր չի թաքցնել։ Պարոն Պապոյան, թեմայից մի փոքր շեղվելով Ադրբեջանից մամուլը արդեն տևական ժամանակ է գրում է, որ շաքարներ կրելու հետ կապված այս մասով խնդրեմ տեղեկությունը մանրամասնել մի փոքր, մեծ քանակով շաքարավազի ներկրման մասին է խոսում Ադրբեջանի տարածքով, թե հենց Ադրբեջանից Այս փուլում չեմ կարող մեկնաբանել դա։ Չեմ կարող։ Կոնկրետ գործարարի անուններ նշվում չեմ կարող այս փուլում մեկնաբանել։ Իսկ Հայաստանից արտահանվող այն ապրանքների սննդի կամ այլ բանի հետ կապված, որ դուք ցանկ եք նախ ներկայացել, սրա հետ կապված ինչ կա արդեն գործընթաց կա Հայաստանից դեպի Ադրբեջան։ Ինչ է տեղի ունեցել։ Մենք ցանկեր ենք փոխանակվել, ասել ենք մենք սա ենք արտահանում, դուք ցա ներմուծում եք, ոնց որ թե մեր արտահանման եւ ձեր ներմուծման մեջ կա նույնություն։ Իրանք էլ են նայել, ասել են հա, ճիշտ եք։ Այսինքն ինչ որ բաներ, որ դուք արտահանում եք, մենք ներմուծում ենք։ Եվ իրենք տվել են իրենց գործարարների։ Նույնը իրենք են ինչ որ բաներ արտահանում, մենք ենք ներմուծում, տվել ենք մեր գործարարների։ Հիմա այս ամեն ինչի մեջ դա ամեն կողմից ինչ որ ցանկ է եղել։ Այդ ցանկի տրամաբանությամբ եղել, ես պիտի գնամ այնտեղ հարգելի գործընկերներ, մեկ ապրանք, գիտեք, այս պահին բենզին է։